Կառավարության նախաձեռնությամբ գումարված ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում 44 հարց էր, որից 12-ն առաջարկվում էր քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ։ Հատուկ ընթացակարգով քննարկելու առաջարկությունը ներկայացրեց Արփինե Սարգսյանը։ Երկարատև բոյկոտից հետո նիստերի դահլիճ վերադարձած ընդդիմադիրները հետաքրքրվեցին, թե ինչու ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների հարցը չի դրվել հանրային քննարկման։ Նկատել եք, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է եւ առաջարկվել է մեր գործընկերներ պատգամավորների կողմից։ Նախագծի մասով ես վստահություն պիտի հայտնեմ, որ առնվազն մեկ հանրային քննարկում տեղի ունեցել նաև պատգամավորների ներգրավմամբ, այսինքն հանրային քննարկում կազմակերպվել է այս նախագծի շուրջ եւ բնական է, որ նախագծերը ներառված են արտահերթ նստաշրջանում, մենք հասցրել ենք նաև 3 գլխադասային հանձնաժողովում ունենալ քննարկում, անդրադառնալ թե միջազգային փորձին, թե սահմանադրականությանը վերաբերող հարցերին եւ մնացյալ իրավիճակներին։ Պատգամավորական նախաձեռնությունների դեպքում չկա օրինակ իդրաֆտ հարթակում հանրային քննարկման ներկայացնելու պահանջ, հիշեցրեց նախարարը։ Շարունակում ենք ունենալ իշխանություն, որն անտեսում է բոլոր սահմանադրական կարգավորումները, հանրությանը հաշվետու լինելու պարտականությունները, հակադարձեց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը։ Ակնհայտորեն անտեսված է նաև Հայաստանի օրենսդրությամբ պահանջված մի շարք ընթացակարգեր, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովին, որը ընտրական օրենսդրության շրջանակներում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկեր կազմակերպությունը։ Ընդդիմադիրներն ակտիվ էին ընթացակարգի վերաբերյալ քննարկման ընթացքում։ Նույն ակտիվությունը պահպանեցին նաև բուն հարցի քննարկման ժամանակ, ինչին արձագանքեց Ծովինար Վարդանյանը, հետո բանավեճ տեղի ունեցավ։ Բարև ձեզ։ Ուզում եմ իմանամ ինչի եք եկել, ճիշտն ասած, ընդդիմությանն է հարցը սողված, որովհետև մենք սովորել էինք, որ դուք այլևս այստեղ չեք ներկայանում, բայց պարզ է ինչի եք եկել, որովհետև ընտրությունների ժամանակ ձեր մի թևի համար, այսպես ասած, ընտրական տուրիզմի եկած քաղաքացիների մասով, որի արդյունքում այդ պահանջը ձևավորվել է հանրային, այդտեղ է խնդիրը, դուք հանրությանը չեք լսում։ Դուք ով եք, որ ասեք, ինչի եք եկել, ով եք ընդհանրապես։ Չէ, ես ուզում եմ հասկանամ, էլի, դուք ձեզ իրավունք եք վերապահում, ով եք դուք։ Պարոն Մինասյան, տեղեկացնեմ, որ Ծովինար Վարդանյանը Հայաստանի Հանրապետության ընտրված պատգամավոր է, իշխող մեծամասնության ներկայացուցիչ եւ այն թիմի ներկայացուցիչն է, որը ձեզ եւ ձեր թիմին առնվազն 2 անգամ ջախջախել է ընտրություններում, ուստի խնդրում եմ ձեզ բանի մեջ պահեք, կոռեկտության սահմանների մեջ պահեք, որովհետեւ եւ ոնց ինչ աշխատում, դուք ինչ եք եկել։ Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ մենք գործի ենք գալիս, դուք գալիս եք, չգիտեմ ինչի համար։ Իսկ նախագիծը, որը ներկայացնում էր Ալխաս Ղազարյանը, նպատակ ունի համապետական ընտրություններին եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման կարգում ամրագրել Հայաստանի Հանրապետության հետ քաղաքացու փաստացի ստուգելի իրական կապի չափանիշը։ Առաջարկվում է սահմանել, որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվա նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ աշխարհային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 366 եւ ավելի օր։ Իսկ ինչպես եք վերաբերվում ընտրական տուրիզմին, հարցրեց ընդդիմությունից Արթուր Խաչատրյանը։ Այն կարող է հանգեցնել վտանգավոր իրավիճակների, պատասխանեց զեկուցողը։ Ընդդիմադիրը հիշեցրեց. 20 թվականի փետրվարի 12-ին պատասխանելով Պապկն Թունյանի հարցին Նիկոլ Փաշինյանն ասում է. «Արտերկրից կգան մեր հայրենակիցները եւ մենք կունենանք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ»։ Տուրիզմը, պարոն Խաչատրյան, ենթադրում է կամավորություն եւ սեփական միջոցների հաշվին որևէ տեղ գնալ։ Այս դեպքում մենք գործ ենք ունեցել համատարած երևույթի հետ, որտեղ կազմակերպված, մարդկանց ֆինանսավորելով, որոշ դեպքում սպառնալով ուղղորդել են Հայաստանի Հանրապետություն։ Սենթ Կիթս ու Նևիսի կառավարությունը որոշում է, որ ինքը ուզում է ազդի Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ Եվ եթե պարզվի, որ Սենթ Կիթս եւ Նևիսում կան շատ Հայաստանի քաղաքացիներ, ինչ է ստացվում։ Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարողանալու կանխել Սենթ Կիթս եւ Նևիսում օրինակ ընտրակաշառքի դեպքերը։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները, ուժեղ Հայաստան, նաև կուսակցության դաշինքի ներկայացուցիչները փորձել են տարբեր մեթոդներով ազդել ընտրական գործընթացների վրա եւ ուրեմն զավթել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը։ Պայքարում ենք այս ամեն ինչը կանխելու դեմ եւ կանգնած ենք Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կողքին հիմքերում, որպես ազգային ժողովի պատգամավորներ, ժողովրդի կողմից մանդատ ստացած պատգամավորներ։
Եվ հիմա գալիս տեղ ընդդիմությունը խոսում է, ասում է հանրային քննարկումներ չեք արել։ Մենք ողջ քարոզարշավի ընթացքում մեր ժողովրդի հետ շատ լավ, արդյունավետ հանրային քննարկում ենք արել։ Իսկ ընտրակաշարք բաժանելու, ստանալու կամ գործընթացին միջամտելու համար պատժի խստացման հարցը քննարկվեց մեկ այլ նախագծով։ 2018-ից հետո փակված ընտրակաշարքի էջը որոշ ուժեր փորձում են վերակենդանացնել, ներկայացրեց համահեղինակ Վահագն Ալեքսանյանը։ Նախատեսվում է, որ ընտրակաշարատու սրիկաները ավելի երկար կմնան բանտում, որ ընտրակաշարք վերցրած քաղաքացիներ ավելի երկար կմնան բանտում, ընտրակաշարքի համար միջնորդած քաղաքացիները ավելի երկար կմնան բանտում։ Սրան զուգահեռ մենք նաև նախատեսում ենք հատուկ կարգավորումներ, որ ընտրակաշարք բաժանած բոլոր սրիկաները շատ երկար ժամանակ չկարողանան զբաղեցնել պետական, համայնքային, ծառայողական պաշտոններ, հանրային պաշտոններ։ Եթե անձին ընտրակաշարքի համար դատապարտվում է ազատազրկման, օրինակ 5 տարի ժամկետով, նրան պարտադիր որպես լրացուցիչ պատիժ պետք է նշանակվի նաև այս պաշտոններ զբաղեցնելու արգելքը մինչև 3 տարով։ Ընտրակաշարք ասելով ընդդիմությունը այլ բան է պատկերացնում, բացատրեց Արթուր Խաչատրյանը։ Եթե պետությունը ընտրություններից առաջ իշխանությունը կառավարվող քաղաքական ուժը բացում է մեր բոլորի ձևավորված վճարումներով ձևավորված բյուջեն, հանրային քսակը եւ իր քաղաքական նպատակների համար սկսում է սոցիալական ծրագրեր իրականացնել, այդ արդեն ընտրակաշարքի գերադրական աստիճանն է։ Իսկ մեծամասնության падգամավորները արձագանքեցին ընդմիջումից հետո, երբ ընդդիմադիրները իրենց հետաքրքրող հարցերը սպառել էին, լքել դահլիճը։ Բնավ զարմացած չեմ, որ ընդդիմությունը ընտրակաշարք բաժանելու, ստանալու եւ միջնորդելու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից ուղակի գնաց ազգային ժողովի դահլիճից, որովհետև այսպիսի մի կպչուն կարծիք ունեմ, որ գնացել են ընտրակաշարքի համար այս պահին կալանավայրերում գտնվող իրենց թիմակիցներին պերեդաչի տանելու։ Իսկ Ալեքսանյանի հաջորդ նախագիծը առողջական խնդիրների հիմքով զինծառայությունից ազատված անձանց կրկնակի փորձաքննության ենթարկելուն էր վերաբերում։ Եթե գործող կարգավորումներով պարտադրելու գործիք չկա, ապա առաջարկվող փոփոխություններով փորձաքննությունից հրաժարվելն ու խուսափելը կարող է հանգեցնել ազատազրկման 1-ից 3 տարի ժամկետով։ Տարբեր նախագծերով մի շարք օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում։ Մեկով օրինակ առաջարկվում է սահմանել կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ունենալ մշտապես գործող էթիկայի հանձնաժողով։ Նույն օրենքի վերաբերյալ մեկ այլ նախագծով առաջարկվում է առաջին նստաշրջանի ընթացքում ազգային ժողովի նախագահի տեղակալների, նաև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկման ընթացքում, եթե չի ընտրվում համապատասխան պաշտոնյան, հնարավոր լինի անցնել օրակարգով նախատեսված հաջորդ հարցերի քննարկմանը։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է փոփոխության ենթարկել падգամավորի երդման տեքստը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորը երդվելիս նախ եւ առաջ պետք է ոչ թե խոսի համազգային նպատակներից, այլ Հայաստանի Հանրապետության հարատևությունից։ Այսօր էլ ունենք գործընկերներ ընդդիմադիր մեր խմբակցությունից, որոնք ընդհանրապես նույնիսկ գործող տեքստը, այսինքն այդ երդման տեքստը չեն ընդունել, դրա տակ, չգիտեմ, չեն ստորագրել։ Այս տեքստի փոփոխությամբ կոնկրետացնում ենք մեր ժողովրդի իղձերը մեր պետականության շուրջ եւ պաշտոնյայի պարտավորությունները մեր պետականության հարատևության եւ պահպանման հետ կապված։ Հետեւաբար փոփոխությունը միտված է դրան։ Փոփոխությունը միտված չէ նրան, որ մեր ընդդիմությանը համոզենք երդվել։ Իսկ երդվելուց հրաժարվելը մանդատից զրկում չի ենթադրում, բայց կարող է ենթադրել նկատողություն կամ հանրային պարսավանք։ Փոփոխություններ առաջարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի 2022-ից հետո կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման հնարավորություն է տրվում։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։